Սիրոտոներից մինչև մարտի 8-ը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Պարոն դեպքում բոլորից հավաստությունները ընդունեք Հազիրել հասիանթանների մանկային և տարածքային վնասների։ Պարոն կանոներ հարավոդիժանի հաստասարատային իրավապետական Որքանով են դիշ տեղեկությունները, որ իրանը խածել է սահմանները երկի քաղաքացիների համար և նրանք չեն հավանջուցված սահմանից։ Այս ակետուաշը این اخبار صحت داره که روابط جمهوری اسلامی ایران مرز رو روابط بسته و شهروندان امکان ورود از مرز رو ندارن Այնուհանդերձ ցանկացած հավերած փախստականների ողջ նախատեսում եւ դուք ասացիք նաեւ տեղեկություն կա, որ երկու երկրների Հայաստանի այս արտգործնախարարները խոսել են, քննարկել են արդյոք փախստականների հնարավոր Հայաստան հոսքի հարցը, եթե նրանք կան ինչպես է հարցը լուծվելու, փախստականները որտեղ են տեղավորվելու, հակացարաններ կամ ֆինանսական աջակցություն։ هر جنگی روابط خودش رو داره برکان جاوردگان در نتیجه جنگ وجود داره آیا روابط یکی دستیابی شده که اگر از ایران تعداد پرندگان و یا آوردگانی به ارمنستان میان چه کمک‌هایی به ما میتونه اختصاص داده بشه و آیا در مکالمه تلفنی که بین وزرای خارجه شده کشور برگزار شده اشاره‌ای به این موضوع راجع به اینکه چه کمک‌هایی موضوع اسکان و شرایطشون آیا مورد بررسی قرار گرفته؟ Ինչ ծավալի ոսկ է սպասում Հայաստան, հա, այս փախստականների همچنین اگر برخورد بشه که تعدادی از آوردگان میان چه جریانی چه حجم جریانی رو فکر می‌کنید که ممکنه میان؟ Եթե ցույց կտակ եւս մեկ հատ, պարոն Դեսպան, Հայաստանի Հանրապետության իշխանությունները դուք նշեցիք կարևորագույն քաղաքականություն, նշում են բազմակողմանի վեկտորային քաղաքականության, բայց մենք տեսնում ենք այսօր ավելի մեծ է համագործակցությունը ԱՄՆ-ի համապատասխան Թրամփ Փաշինյան համագործակցությունը մեծ է Սրիթի ուղի նախաձեռնվեց նաև Ամերիկայի հետ համատեղ արդյոք այդ պայմաններում Հայաստանը Իրանի համար շարունակում է Հայաստանի իշխանությունները Իրանի համար շարունակում են մնալ վստահ կոնսենսուս همونطور که می‌دونیم وزیر اشاره کردیم در واقع ارمنستان در حال تنوع‌بخشی به روابط و همکاری خودش هستش ولی ما الان میشه گفت که در این بازه زمانی شاهد این هستیم که رویکرد بیشتر به سمت غرب و آمریکا هستش و روابط نزدیک شکل گرفته بین پاشینیان و ترامپ رو مشاهدهش هستیم که در نتیجه اون روابط قرارداد تریپ در واقع عقد شد آیا جمهوری اسلامی ایران همچنان رویکردش با دولت ارمنستان در واقع با وجود این شرایط یکسان هستش و در واقع رویکردش با دولت فعلی ارمنستان چگونه است؟ Եվ պատերազմը տնտեսական, մենք էներգետիկ ենթակառուցվածքներով համագործակցում ենք, պատերազմը կարող է ազդել այդ համագործակցությանը։ در لحاظ اقتصادی و با توجه به اینکه ما همکاری‌های با ایران در حوزه انرژی داریم، آیا فکر می‌کنید که این جنگ می‌تونه در این همکاری‌های اقتصادی در این تاثیرگذار باشه؟ خیلی متشکرم. دو تا از مرزهای ما به دلیل اختلال در سامانه کنترل گذرنامه به مدت 24 ساعت دچار اختلال بود. Մեր սահմաններից երկուսը կապված սահմանում գործող համապատասխան համակարգերի եւ սիստեմների մեջ առաջացած խնդիրներով սահմաններից երկուսը 24 ժամով փակվել էին که یکیش مربوط به همین مرز ایران و ارمنستان بود. որոնցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն է از ساعت 9:30 صبح امروز این اختلال برطرف شد و عبور و مرور از هر دو طرف روان جریان داره. Այսօր առավոտյան 9:30-ից այդ խնդիրը լուծվեց երկու կողմից երթևեկությունը եւ շարժը արդեն առանց որևէ խնդրի տեղի է ունենում. سرکنسول ما در قاپام امروز همونجا در مرز مستقر بود. من گفتم با توجه به اینکه 24 ساعت مرز دچار این در واقع سامانه دچار اختلال شده بود آیا حجم قابل توجهی شما دیدی از آدم که اونجا انباشت شده؟ گفت اصلا. Մեր կապանում մեր գլխավոր հիպատոսը գտնվում է հենց Իրան-Հայաստան սահմանում եւ ես նրան խնդրեցի, որ հաշվի առնելով իրավիճակը, որ համակարգը սահմանային համապատասխան համակարգերը ավելի քան 24 ժամ չեն աշխատել, փորձի հասկանալ, թե ինչպես է քաղաքացիների շարժի վիճակը, արդյոք կուտակումներ եղել են թե չէ։ Նա ինձ վստահեցրեց, որ ոչ, կուտակում չի եղել։ به من گفتن که بین 30 تا 40 نفر اونجا بودن منتظر که اکثر اینها یعنی در واقع همشون کسانی هستند که از مسیر ایروان بلیط‌های بین‌المللی برای پروازهای بعدی به کشورهای دیگه داشتن.
Եվ ինձ նաև հաղորդվեց, որ այնտեղ սահմանում գտնվում են եւ սպասման մեջ են 30-ից 40 քաղաքացի, որոնք որ բոլորն էլ տոմսեր ունեին, միջազգային տոմսեր ունեին եւ պետք է իրենց թռիչքը պետք է տեղի ունենար Երևանից։ برعکسش هم هست بعضی از هموطنان ما مسیر ایروان رو مسیر هوایی به سمت ایروان رو انتخاب کردن وارد ایروان میشن و با اتوبوس و وسیله‌های زمینی خودشون رو به ایران میرسونن. Եվ կա նաև այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն մեր քաղաքացիներից շատերը ընտրում են Իրան վերադառնալու ճանապարհին ընտրում են ավիաչվերթով դեպի Երևան ժամանել, այստեղից արդեն ցամաքային ճանապարհով հասնել Թեհրան. دیشب حدود 20 نفر وارد ایروان شدن 20 نفر بودن و ما هماهنگ کردیم اینها با وسایل زمینی رفتن به سمت ایران Եվ երեք մեր ունեցած տվյալներով մոտավորապես 20 հոգի նմանօրինակ քաղաքացիների դեպք է գրանցվել եւ մենք կազմակերպեցինք որպեսզի նրանք ցամաքային ճանապարհով ուղևորվեն դեպի Իրան و امشب هم حدود 15 نفر میرسن ایروان که اینها زمینی میرن به جمهوری اسلامی ایران. Այսօր երեկոյան էլ մոտավորապես 15 հոգի էլի կհասնեն Երևան, որոնք նույնպես ցամաքային ճանապարհով կհասնեն Իրան, կգնան ուղևորվեն դեպի Իրան. هیچ مراجعه غیر طبیعی به مرز یا هیچ تجمعی که اسمش رو حالا جناب عالی گفتید سرکار عالی گفتید پناهندگان و آوارگان اینها نداشت. Ոչ բնականon մարդկային հոսք, որը որ հնարավոր կլինի անվանել փախստականներ, մենք սահմանին չենք նկատել եւ չունենք. در جنگ 12 روزه هم نداشتیم. 12-օրյա պատերազմի ժամանակ էլ չենք ունեցել. حتی عکسش رو داشتیم که تعداد قابل توجهی از ایرانیان از مسیر ترکیه به خصوص ترکیه زمینی میخواستن خودشون رو به کشورمون برسونن. Նույնիսկ լուսանկարները կային, որ մեր քաղաքացիների համերկրացիներից շատերը հատկապես Թուրքիայի ուղղությամբ ցանկանում էին իրենց հասնել, անպայման իրենց հասնել իրենց հայրենիք Իրան. الان هم نگران این موضوع اصلا نیستیم. Հիմա էլ մենք որևէ մտահոգություն այս հարցի վերաբերյալ չունենք. زندگی طبیعی در جریان هست با وجود همه تهدیداتی که در جریان بوده متاسفانه. Բնականon կյանքը շարունակվում է ցավոք սրտի դեռ արկա եւ արկախված վտանգներով. در شهر تهران ممکنه بعضی از مردم به شهرستان‌های کوچکتر مراجعه کرده باشن که در امنیت بیشتری باشن. Թեհրանի բնակչության շրջանում հնարավոր են դեպքեր, երբ մարդիկ տեղափոխվում են հարակից այլ շրջաններ եւ գյուղեր, որտեղ որ անվտանգային առումով ավելի ապահով է. ایران کشور پهناوری هست، ظرفیت‌های بسیار بالایی داره و ما ظرفیت کامل رو برای هر گونه چالش‌های اینجوری داریم. Իրանը մեծ ընդարձակ երկիր է իր շատ լայն պոտենցիալով ներուժով եւ մենք նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում ունենք համապատասխան հնարավորություններ իրավիճակը որոշակիորեն կանոնակարգելու համար. در مورد سیاست خارجی تنوع بخشی در سیاست خارجی ارمنستان که سوال کردید خب این انتخاب ارمنستان هست به عنوان یک دولت مستقل و حاکم و ما احترام می‌ذاریم. Կապված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հետ, որը այս փուլին, ինչպես դուք նշեցիք, դիվերսիֆիկացիայի փուլում է, սա Հայաստանի Հանրապետության անկախ եւ ինքնիշխան որոշումն է, որը որ մենք հարգում ենք. فکر می‌کنیم عمق دوستی و روابط ایران و ارمنستان ایجاب می‌کنه که فارغ از اینکه ارمنستان چه سیاست خارجی رو اتخاذ کرده همکاری‌های و مشارکت ما همچنان تداوم داشته باشه. Կարծում եմ, որ հայ-իրանական համագործակցության եւ հարաբերությունների խորքը, որը որ արկա է մեզ պարտավորեցնում է, որպեսզի անկախ այն բանից, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետությունը, մեր համագործակցությունը եւ փոխգործակցությունները շարունակվեն. ما اعتقاد داریم یک ارمنستان قدرتمند از نظر نظامی و از نظر اقتصادی و از نظر هویتی در این منطقه در واقع منافع ما رو هم و رویاها و آمال ما رو هم در واقع تأمین می‌کنه. Մենք վստահ ենք, որ մի ուժեղ Հայաստան, թե ռազմական, թե տնտեսական, թե ինքնության տեսանկյունից այս տարածաշրջանում նմանօրինակ ուժեղ Հայաստանի գոյությունը կարող ենք ասել, որ օգնում է ապահովել նաև Իրանի ազգային երազանքները եւ ձգտումները եւ նպատակները.
و در مورد روابط اقتصادی دو کشور هم همه چیز فعلا روان داره دنبال میشه چالشی ما نداشتیم Եվ նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների հարցով կարող եմ ասել, որ այս բանին ամեն ինչ սահուն կերպով առաջ է գնում, դեռևս որևէ մարտահրավերներ չեն ունեցել։ همین امروز هم که سرکنسول در پاپان در مرز بود گفتن که عبور و مرور کامیون ها و کالاها به روانی در جریان هست Հենց այսօր ինչպես նշեցի Կապանի գլխավոր հիպատոսով գտնվում էր սահմանին, նա մեզ հավաստիացրեց, որ բեռնատարների, ինչպես նաև ապրանքների երթը, շարժը բնականon կերպով տեղի է ունենում։ میدونید که شرکت‌های ایرانی در بعضی از پروژه‌های خیلی مهم زیرساختی در ارمنستان فعالند. Ինչպես նաև گیتեք Իրանի ընկերությունները ներգրաված են Հայաստանի կարևոր ենթակառուցվածքային մի շարք պրոյեկտներում։ امیدواریم که در اثر این جنگ چارچوب‌های همکاری که ما داریم دچار چالش آسیب نشن. Եվ մենք հուսով ենք, որ այս պատերազմի հետևանքով այն համագործակցային շրջանակները, որոնք մենք ունենք Հայաստանի հետ, որևէ վնաս չկրեն։ Շնորհակալություն։ Ակտիվ հաղորդան կենտրոն Պարոն Մեսման, ցավացում եք, տեսեք ով էր առաջ ու Գերմանիայի պետական